Պարոն Հակոբյան, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը կարծես թե ավարտվեց, երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ տեղի ունեցել Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյան հանդիպումն, այսօր արդեն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը տարածել էր հայտարարություն, հետևելով իրադարձությունների զարգացմանը, ինչ գնահատական կտակ։ Նախ ես ի սկզբանե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն չեմ տեսնում այստեղ, կար ուղղակի Ծառուկյանին պատժելու անհրաժեշտություն եւ օգտագործեցին բոլոր վարչական լծակները, որպեսզի հաստատեն այն կարգը, որը մի քիչ խարխլվել էր, հա, այսինքն որ կա շատ կոնկրետ ղեկավարություն, որը տիրապետում է ամբողջ իրավիճակին եւ ոչ մեկ գոնե իրենց շրջանակների մեջ իրավունք չունի խախտել որևէ կանոն եւ դա ընդամենը 3-4 ժամվա մեջ պարզվեց, որ դարակներում կային լիքը գործեր քրեական, որոնք ընդամենը պետք էր հանվերդրվել սեղանի վրա ԲՀԿ տիրույթում, հա, ասենք այդ։ Եվ վերջ, նրանք պետք է ընկրկեին այս ամենը, այդպես մեծ հակասություն չկար եւ չի էլ կարող լինի։ Ես ի սկզբանե ասել եմ, որ ԲՀԿ, ՀՀԿ կուսակցությունները մեկ մարմնի տարբեր ձեռքեր են, ընդամենը աջ ձեռքը որոշել է որոշակի խախտումների համար պատժել ձախ ձեռքին եւ դա շատ կարճ տևեց եւ դա տրամաբանական էր, այստեղ արտահայտված ոչինչ չկար։ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղաքորտի նիստում հայտարարում էր, որ միջև վերջ չէ գնալու եւ որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Չարիկի այս իշխանությունից ազատվել։ Այսօր արդեն նրա հայտարարությունը բավականին տարբերվում էր նախորդ հայտարարությունից։ Չի կարող մեկը անվանել Չարիկի իշխանություն մի իշխանության, որի մասն է ինքը։ Հա, այստեղ արդեն իր ասացի մեջ հակասություն կա։ Եթե ինքը իրոք բնորոշում է շատ Չարիկի իշխանությունը եւ իր կյանքի ամենակարևոր նպատակը հենց այս Չարիկից ազատվելն էր, ուրեմն պետք է հետեւողականորեն գնար միջև տրամաբանական ավարտը, բայց ընդամենը 4 օր տևեց իր անդիմադիրի կարգավիճակում լինելը։ Նույնիսկ ինքը չհասցրեցել հայտարարել, որ ինքը ընդդիմություն է արդեն, հա, բայց 4 օր տևեց։ Դե կարելի է արդեն պատկերացնել իրական ընդդիմության վիճակը եւ իրանք տարիներ շարունակ այդ կարգավիճակում են։ Այստեղ Ծառուկյանի հայտարարությունները մեկ տարի է լսում ենք, հա, տարբեր ֆորմատներով, այսօր, վաղը, մինչև հոկտեմբերի 10-ը, մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 12-ը եւ այլն եւ այլն։ Ես վաղուց այդ հայտարարությունները լուրջ չեմ ընկալում եւ նույնիսկ եմ ասում, չի կարող ռեժիմի մասին հայտարարել ռեժիմին հրեշ ռեժիմ։ Ինքը դրա մասն է։ Այնուամենայնիվ ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը ինչ որ մեթոդներ կիրառել է։ Վարչական բոլոր լծակները մենք բոլորս տեսանք, որ մի քանի ժամվա մեջ պարզվեց, որ ասենք մեկի տղան ժամանակին, ասենք մարդ առևանգել ու չգիտես ինչ այդ գործերը դարակում էին սառեցված, հա։ Պարզվեց, որ մեկը ասենք անառականություն ունի, ворջ ունի, որտեղ հա պարզվեցին այդ ամեն ինչը, որ մեկը զենք է կրում անօրինական։ Այս բոլոր եւ եթե մի քիչ էլ երկար էր այս process-ը, շատ ավելի բաներ կպարզվեր։ Բոլոր գործերը դարակներում դրա սառեցված է եւ պետք է ընդամենը առիթի դեպքում հանել դնել սեղանի վրա եւ ասել դու իրավունք չունես խոսելու կամ խախտելու այն խաղի կանոնները, որոնք սահմանված է բուժգի մեջ։ Բուժգը շատ ունի կանոնները, շատ հստակ սահմանած։ Բուժգի ներսում ով որևէ մեկը փոխում է խախտումները, անցնի չափի սահմանը, շատ խիստ է պատժվում։ Շատ խիստ իրենք ունեն համաձայնեցված կարգ եւ այդ կարգի շրջանակներում աշխատում են։ Եվ այստեղ իրենք պատժվելու մեջ ես ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում։ Պարոն Հակոբյան, հայտնի էր, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հրահանգեց քայլեր ձեռնարկել Գագիկ Ծառուկյան պատգամավորին մանդատից զրկելու հարկային ստուգումներ վարչապետին։ Հիմա ինչ է կարծում, այդ գործընթացը կշարունակվի թե ոչ։ Կարծում եմ մեծ թափով են ինչ-որ նախատեսված է չի շարունակվի, բայց գուցե ապագայի համար եւս մի քանի կոմպրոմանտ ունենալու համար համենայն դեպս մի քանի բանկ կֆիքսեն, ելի կպահեն դարակները, որ պետք եղած ժամանակ նորից հանեն դնեն սեղանի վրա, այսքան։ Դա սա իրենց մեթոդաբանությունն է, սիստեմի աշխատելու մեթոդաբանությունը առ այսօր եղել է կոմպրոմանտների մեթոդաբանությունը, ինչքան շատ, այնքան հակառակորդը իրենց արդեն թվացալ ավելի շուտ է հանձնվում եւ նույնիսկ ընդամենը 4 օր է պետք դրա համար։